Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում Գագիկ Ծառուկյանին ընդունում են տան անդամի պես։ Ավանդույթի համաձայն նա ուսանողներին ողջունում է նոր ուսումնական տարվա կապակցությամբ, պատրաստական նեցուկ լինել ցանկացած հարցում։ Բուհի գիտխորհրդի նախագահը քաջատեղյակ է ամեն ինչին, սկսած ուսումնական process-ից մինչև բուհի պայմաններ։ Ամեն պայման պետք է ստեղծվի, որպեսզի ունենանք լավագույն մասնագետներ հասարակությանը պիտանի մարդիկ ու մարզիկներ, ասում է Գագիկ Ծառուկյանը։ 350 առաջին կուրսեցի ընդունած բուհը 2014-2015 ուսումնական տարին սկսել է բարեկարգված լսարաններով։ Առաջին հարկն ամբողջությամբ է նորոգվել շնորհիվ Գագիկ Ծառուկյանի։ Այսօր ինստիտուտը նվերը նստացել առաջի կուրսեցրել մեկ հարկ բավականին մեծ տարածքով կահավորված, վերանորոգված եւ 10-ից ավելի լսարաններ տարբեր հարկերում։ Լավագույն մասնագետներ պատրաստելու համար պետք է լինեն լավ պայմաններ։ Հարգելի առաջի կուրսի ուսանողներ, այս պայմանները ստեղծել ենք ձեզ համար ի շնորհիվ Գագիկ Նիկոլաևիչի, որպեսզի դուք կարողանաք լավ սովորեք, լավ մարդիկ դառնաք, ուժեղ, գրագետ, կիրթ հայրենիքի համար։ Ուզում եմ ուրախությամբ ձեզ նշել, որ վերջապես լուծվել է 5-րդ դասարանի ֆիզկուլտուրայի դասագրքի գրքի ստեղծումը, որը այս տարի անպայման նույն կտեսնի ի շնորհիվ մեր խորհրդի նախագահ Գագիկ Նիկոլաևիչի։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ սկսվում է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմամբ։ Պայմանավորված ԲՀԿ նախագահի Չինաստան կատարած այցով այս տարի հանդիպումը մի փոքր հետաձգվել է։ Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, առաջին հերթին ուզում եմ ձեզ շնորհավորել նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ Ըստ ավանդույթի ամեն տարի սեպտեմբերի 1-ին ես այցելում եմ ձեզ, շնորհավորում եմ եւ քննարկում ենք հարցերը։ Բայց այս անգամ գիտեք, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հրավիրել էր Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, ես պատվիրակության հետ Չինաստանում էի, որը շատ գեղեցիկ եւ կարեւոր հանդիպումներ եղավ։ Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի աջակցության բուհը կարողանում է արժանի համագործակցություն ծավալել արտերկրի բուհերի ու այլ կառույցների հետ։ Աջակցությունը մշտապես կշարունակվի, խոստանում է Գագիկ Ծառուկյանը, պատրաստական նաև օգնության ձեռք մեկնել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 70-ամյա հոբելյանի միջոցառումներին։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, ինչպես մինչև օրս, այնպես էլ այսուհետ այս կրթօջախը պետք է օրինակ ծառայի։ Բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հորդորում է ակտիվ լինել, իրեն ուղղել հուզող բոլոր հարցերը, սակայն մի բացառությամբ։ Ինձ այսօր քաղաքական հարցեր չտակ։ Քանի որ մոտ օրերս ես մեծ հարցազրույց եմ տալու, ամենակարևոր այն հարցերը, որ այսօր հանրությանը հետաքրող հուզող խնդիրներն են, որ պետք է աշխատեմ իրենց հարցերին լիարժեք իմ տեսակետի մոտեցումը ասեմ։ Իսկ մնացածը ինչ հարցեր ունեք, կարող եք ասել դասախոսական կազմի ուսանողական եւ ինստիտուտի հետ կապված հարցեր են։ Արդեն առանց տեսախցիկների Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ու Գագիկ Ծառուկյանի միջև ծավալվում է ջերմ ու անկաշկանդ երկարատև զրույց։ Քրիստինե Սուքիասյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։